1992 թվական Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մատույցներում եւ Լաչինի լեռնանցքում կատաղի մարտեր էին ընթանում հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմ։ Հենց այդ տարում հակառակորդին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանը եւ Թալիշ գյուղն ու շրջակայքը պաշտպանող մեր ուժերը հայտնվեցին շրջապատման մեջ։ Շահումյանի Գյուլիստան գյուղից հակառակորդը Աթեմ Միրբաշի եւ Կասիմ Իսմայելի կողմից գրադպեների հրահրը հրետանու եւ ինչ չէ նաեւ մարտական ուղղաթիռների հարձակումը։ Թալիշի մարտական ջոկատի հրամանատար ծնունդով թալիշցի Միքայել Ապրեսյանը հունիսի 16-ի սև օրը չի մոռացել։ 4 կողմից շրջապատված Թալիշի պաշտպանները ընդամենը 300 հոգի էին, զինված էին հիմնականում ինքնաշեն զենքերով, ունեին 1 թնդանոթ։ Հարձակումից անակնկալի չեկան, բայց հասկանում էին մարտի բռնվելը ինքնասպանության է հավասար, որոշեցին նահանջել։ 4 հոգի զոհ են տվել եւ 2 խաղաղ բնակիչ։ Թալիշի նման ռազմավարական հենակետը հակառակորդի ձեռքում իրողություն, որը հանդուրժել չէր կարելի։ 7800 հեկտար տարածք էր զբաղեցնում, դեպի Շահումյան տանող դարպասներ։ Հաղթանակով ադրբեջանցիները երկար չուրախացան։ Թալիշը հետ վերցրեց լեգենդար 5-րդ բրիգադը։ Ապրիլի 14-ին առավոտյան կողմը հարձակում են եւ մինչեւ երեկոյան կողմ արդեն Թալիշը վերցնում է։ Այսօր Թալիշի բնակչության անդորը 2 զորամաս է հսկում, գյուղում դպրոց ու մանկապարտեզ է գործում, իսկ ամիսներ առաջ Թալիշում ինտերնետ կապ անցկացվեց։ Արսեն Դիվանյան, Վարդան Գրիգորյան, Փաստ լրատվական։